Վահան Տերյանն ենք ուսումնասիրել ենք Վահան Տերյանի կենսագրությունը, բացեմ սարիկը, ուսումնասիրել ենք Վահան Տերյանի կենսագրությունը, ուսումնասիրել ենք Մաթնշահի անուրջներ շարքը, հիմա կանգ ենք արել երկիր նայելու ժողովածուի վրա։ Դուք ունեք հանձնարարություն, պետք է կատարեք խմբային աշխատանք, ճիշտ եմ հիշում։ Ես ես բաժանել եմ նախապես խմբերի և ունեիք հանձնարարություն կոնկրետ, յուրաքանչյուր խումբ ինչ էր անելու։ Որն է դասի նպատակները այսօրվա։ Այսօրվա դասի նպատակն է, որ պատկերացում ձևավորենք ձեզ մոտ բանաստեղծական շարքի վերաբերյալ, զարգացնել ենք լեզվավոճական միավորների ուսումնասիրությունը և զարգացնելու ինքնուրույն վերլուծելու մտածելու կարողունակությունները։ Եվ ամենակարևորը, որ պիտի ձեզ մոտ զարգանա բանաստեղծությունը տարբեր շերտերով տեսնելու, ընկալելու և վերլուծելու հմտությունը։ Դասի ավարտին ինչ պիտի ունենանք։ Դուք կներկայացնեք բանաստեղծությունը տարբեր դիտակետերից, տարբեր տեսանկյուններից, պատմական առումով կներկայացնեք, տխուր և ուրախ կողմերը կներկայացնեք, հույզերը կներկայացնեք, այսինքն ժողովածուի երկու բանաստեղծությունները կներկայացնենք տարբեր շերտերով։ Ես ձեզ համար պատրաստել եմ գնահատման ռուբրիկներ։ Կատարելու ձևավորող գնահատում, հիմա յուրաքանչյուր խմբին կբաժանենք, ուսումնասիրենք ու ձեզ կտամ ժամանակ։ Ժամանակահատվածում կպատրաստվենք, որովհետև դուք արդեն մի փոքր աշխատել եք ու սկսենք ներկայացնել աշխատանքները։ Սա ձեզ ուսումնասիրեք ինչպես է գնահատվելու, ըստ չափորոշի կազմված է։ Ուսումնասիրեք ստացվում է երեխեք։ Դուք առաջին եք չեն ներկայացնելու, առաջին եք։ Դա։ Ստացվում է Ձեզ պետք է կա հեռախոսները աշխատելիս օգտվելու։ Դավիթ պատրաստվել եք ապրեստով։ Պատրաստեք, արդեն սկսում ենք ներկայացնել աշխատանքները։ Յուրաքանչյուր խմբին կտրվի 4-ից 5 րոպե ժամանակ։ Այնպես չի, որ դուք 5 րոպե չլինի, այնպես չի, որ 5 րոպե չլինի ձեր ներկայացնի, որը խնդիր եք լինում երեխեք։ Ինչքան որ կստացվի, ինչքան որ կկարողանաք ժամանակի մեջ, բայց այնպես անենք, որ բոլորս ժամանակի մեջ Մենք սև գլխարկներս ներկայացնում ենք մի թվարչին պոետներ ես և մի խաղնեք մեր ձերվայրի արտիցիաներին բանաստեղծությունների մութ կողմերը։ Հիմա մենք ձեզ կներկայացնենք մի թվարչին պոետներ ես բանաստեղծության սև և մութ կողմերը։ Մի թվարչին պոետներ ես, վերջին երկիչն ու երկրի։ Մշակութային և լեզվական մահվան տեսակետ։ Եղանակի հիմնական մտահոգությունը ոչ թե անձնական տխրությունն է, այլ ազգային մշակութային վերջնական կորուստը։ Տերյանի կասկածի տակ է լինում հայոց լեզվի պոեզիայի օրատեղումը։ Վերջին պոետը լինելու գաղափարը նշանակում է, որ նրանցից հետո գալու է լռություն կամ հոգևոր ամրություն։ Վահան Տերյանն այս բանաստեղծությունը գրել է ցեղասպանության ժամանակ։ Նա վախեցել է, որ կկորցնի իր հոգևոր Հայաստանի պետականությունը և իր երկրի վերջին երկիչն ու պոետը կլինի։ Մահն է արդյոք թե ինչ քեզ պատեր պայծառ նայելի։ Նա այս դողերում փորձում է ասել, որ երկիրը կործանվում է, և նա կանչում է նայելի, հին ցեղախմբին։ Երկրորդ անդորնալիության զգացում բանաստեղծության մեջ գերիշխում է վերջինը լինելու փաստը, որը չի ենթադրում վերածնունդ ճակատագրությունը։ Մեռնող լեզու, մարախուկ, մարդու երկիր պատկերները ստեղծում են մի իրականություն, որտեղ ամեն ինչ ուժ է փոխելու համար։
Սա ոչ թե պայքարի ոչ է, այլ ողբի արձագանքում։ Միայնություն և օտարություն։ Հեղինակը իրեն զգում է որպես օտար, սեփական հայրենիքում քոն ժամանակի մեջ։ Սև գլխարկը շեշտում է այն փաստը, որ պոետը չի տեսնում իրեն հաջորդող սերունդ կամ հույսի նշույլ։ Նա մնացել է մենակ մի աշխարհում, որն այլև չի հասկանում ինչ բուսե երգերը։ Բնության և միջավայրի տերյանական աշխարհում բնությունն անգամ կորցրել է իր կենսատու ուժը։ Օգտագործող գույներն ու պատկերները հուշում են էներգիայի լիակատար բացակայության մասին։ Չկա արև, չկա լույս, կա միայն մայրամուտի սարսուռը։ Այժմ կներկայացնենք մի խառնեք մեր ձգվայրի արտադրության բանաստեղծության մութ կողմերը։ Ավելություն և փորձի զգացում։ Տիգրան Դալդակարդա, որ լսենք բարել։ Ավելություն և փորձի զգացում։ Մեր երկիրը ավերված ըստ Սուրբ Էլիզին։ Այս տողնում բաց զգացումը կապված է փորձի և արարողության հետ։ Երանը չի սկսում իր խոսքը հաղթանակով, այլ ընդունում է դառն իրականությունը իր հայրենիքը պատկերակցության մեջ է։ Ծանրագին ցավի և ողբերգության դիտացումը։ Վերլուծենք այն նկարը, որը նկարել ենք։ Նկարում պատկերել ենք Վահան Տերյանին և միախառնել ենք երկու իր բանաստեղծությունները՝ մի թե վերջին պոետն եմ ես և մի խառնեք մեզ վայրի արջի ցեղերից։ Այս հատվածում տեսնում ենք Վահան Տերյանին, իսկ այստեղ տեսնում ենք ցեղասպանության դրվագներ, որոնք առաջացնում են մեզ չմոռացվող և միշտ հիշվող, որը նման է ինչպես թղթապանակի, որ մեր բոլոր հայերի կյանքում շատ մեծ վիշտ է, իսկ այստեղ տեսնում ենք մոմը իր հիշատակ այդ անմեղ մարդկանց զոհերի հիշատակին, իսկ այստեղ մենք նշել ենք, թե որ թվականին են այդ երկու բանաստեղծությունները և այդ դրվագները տեղի ունեցել, իսկ այստեղ մենք նկարել ենք մեր ծիծեռնակաբերդը, այսինքն իր հուշահամալիրը։ Մենք սպիտակում ենք, մենք ներկայացնում ենք բանաստեղծության փաստերը։ Բանաստեղծություն Վահան Տերյան։ Միթե վերջին պոետն եմ ես։ Այս բանաստեղծության մեջ հեղինակը արտահայտում է իր ոգեվիճակը, մտահոգությունները և հայրենիքի նկատմամբ զգացմունքները։ Բանաստեղծությունը հիմնականում կառուցված է պատկերավոր խոսքի, հարցերի և զգացմունքների վրա։ Այդ պատճառով նրանում փաստերը քիչ են։ Արքայական պոլեսում այս հատվածը կարելի է դիտարկել որպես փաստի հիմք ունեցող մի, քանի որ խոսքում է որ իրականում գոյություն ունեցող լեզվի, հայրենի, սակայն արքայական բառը հեղինակի գնահատականն է։ Լավ փաստեր, շատ հաջորդը։ Հնչում է մեր խորը պայծառ։ Այս հատվածում հնչում է բառը իրական գործողությունը, քանի որ լեզուն խոսում է և հնչում, սակայն խորը պայծառ արտահայտությունը արդեն պատկերավոր և գնահատողական է։ Փաստը չհամարվող հատվածներով բանաստեղծության մնացած տողերը փաստ չեն, քանի որ դրանք արտահայտում են հեղինակի զգացմունքները, կասկածները և պատկերավոր մտածողությունը։ Օրինակ, միթե վերջին պոետն եմ ես, վտարանդի երկրի մամուց, և հնչում է որպես ամոց, և փոխում է և այլն։ Այս բոլոր տողերը չեն նկարագրում ստույգերի իրական փաստեր, այլև արտահայտում են հեղինակի ներքին ապրումները։ Եզրակացություն։ Բանաստեղծությունը հիմնականում մուզիկա և պատկերավոր բնույթ է, և դրա մեծ մասը չի կարելի համարել փաստ։ Այն արտահայտում է հեղինակի ոգեվիճակը և հայրենիքի նկատմամբ խոր զգացմունքները։ Այս բանաստեղծության մեջ հեղինակը Վահան Տերյանը ներկայացնում է հայրենիքը որպեսզի բազմատարյալ պատմություն ունեցող և բազմաթիվ փորձություններ հաղթահարած երկիր։ Նա ցույց է տալիս, որ չնայած ավերածություններին ու պատերազմներին Հայաստանը պահպանել է իր հոգևոր ու պատմական արժեքը։ Մեր երկիրը ապրված է սուրբ է և հին և սուրբ բառերը հիմնված իրական փաստերի վրա, որովհետև Հայաստանը ունի հազարավոր տարվա պատմություն և քրիստոնեական հին մշակույթ։ Բաբելոնն է եղել մեր ախոյանը, ավելի կորել է։ Բաբելոնը պատմական իրական քաղաքակրթություն է, որը ժամանակի ընթացքում կործանվել է։ Չկա քար քարի վրա։ Ասորական քաղաքակրթությունը նույնպես իրական պատմական պետություն է, որը այլևս գոյություն չունի։ Տաճարը մեր երկիրը սուրբ է ամեն քար։ Հայաստանը իրականում հայտնի է իր եկեղեցիներով և տաճարներով, որոնք պահպանվել են դարերով։ Եզրակացություն։ Այս բանաստեղծությունը ցույց է տալիս, որ Հայաստանը պատմականորեն շատ փորձություններ է անցել, բայց պահպանել է իր արժեքը, մշակույթը և հոգևոր Բանաստեղծությունների կառուցվածքը նուրբ է և երաժշտական։ Նա հաճախ օգտագործում է կրկնություններ, մեղմ հնչյուններ և հանգիստ ռիթմ, ինչը ստեղծում է յուրահատուկ երգային զգացողություն։ Նրա տողերը կարճ են, բայց խոր և յուրաքանչյուր բառ ընտրված է այնպես, կարծես ունի իր հոգին։
Այս կառուցվածքը թույլ է տալիս, որ նույնիսկ պարզ թվացող միտքը վերածվի զգայական փորձի։ Հայկական մշակութային պատմական խորհրդանշերով։ Ահա հիմնական փաստերը, որոնք ապացուցում Երկիր նայիր շարքը նկարու լինի։ Հոգևոր Հայաստանը։ Խաչքարը օգտագործվել է որպես հիշատակ, աղոթքի կամ հաղթանակի նշան։ Խաչքար բացի Հայաստանից չկա ոչ մի երկրում։ Արծիվը ուժի, ազատության և հպարտության խորհրդանիշն է, որը նույնպես մեծ նշանակություն ունի զինանշանի մեջ։ Արծիվը հին ժամանակներում կապված է թագավորությունների հետ։ Աղավնի խաղաղության և հավատքի խորհրդանիշն է։ Նա ձիթենոջու ուղղակուսին հիշեցնում է աստվածաշնչյան պատմությունը Նոյան տապանի և Արարատի նկարի մեջ պատկերված է Վահան Տերյանի պատկերացրած երկիրնային բանաստեղծության Երկիր նայրին։ Գուցե հոգևոր Հայաստանը Վահան Տերյանը։ Այո, այստեղ ես տեսնում եմ Վահան Տերյանի հոգևոր Հայաստանը։ Ամեն բան գունեղ ու պայծառ։ Լավ եք աշխատել, երեխեք ապրեք։ Ներկայացնենք մի թե վերջին պոետներից և մի խառնենք մեզ ձեր վայրի արջի ցեղերի բանաստեղծության իրական կողմերը, կսկսենք մի թե վերջին պոետներից բանաստեղծությունից, մի թե վերջին պոետներից վերջին երկիչին երկրի մահն է արցող թե միջուքես պատեր պայծառ նայերի այստեղ ընտրեցինք պատեր պայծառ նայերի բառակապակցությունը որպես դրական կողմ և իրոքից որ նայերի աշխարհը պայծառ իրապես որ նայերի աշխարհը պայծառ Վտարանդի երկրում մաղոտ լուսերը քեզ են երազում և հնչում է որպես աղոթարկական քո լեզուն։ Այս հատվածից նախընտրեցինք հնչում է որպես աղոթարկական քո լեզուն տողերը, որտեղ խոսքն ուղղված է հայոց լեզվին, թե որքան կարևոր է հայոց լեզուն։ Հնչում է միշտ խոր ու պայծառ և խոցում և վայրում, արդյոք բոցը վարդերն են վար, թե վերքերն իմ հլահլա։ Անդրական կողմ ընտրեցինք, հնչում է միշտ խոր ու պայծառ և խոցում և վայրում, տողերը, որտեղ խոսքը ուղղվում է հայոց լեզվի հնչողությանը, թե որքան խոր և պայծառ է այն հնչում։ Ահով անչում եմ քեզ ծոլացնորք նայերի, միթե վերջին պոետն եմ ես վերջին երկիչն իմ երկրի։ Ընտրեցինք ծոլացնորք նայերի տողերը, որտեղ բանաստեղծ նայերի ներկայացնում է որպես փայլուն գեղեցիկ երազ։ Ցանկանում ենք ներկայացնել մեր նկարած պատկերը, չնայած մեր դրական կողմի մենք փորձել ենք պատկերացնել իրական նայերի աշխարհի պատմությունը, ինչպես տեսնում ենք այստեղ մառախուղ է պատկերված, որը կապված է նայերի աշխարհի պատմության հետ, տեսնում ենք զինվորի, որը խորհրդանշում է պայքարը հանուն կրոնի լեզվի եւ այլ խորհրդանշավոր կարևոր իրադարձությունների, ինչպես նաև տեսնում ենք լացող կնոջ հայոց լեզվի հետ, որը խորհրդանշում է, այսինքն այս կինը լացում է այն ամենից, որ նայերի աշխարհը տեսել է շատ դժվարություններ, սակայն շարունակում է պահպանել հայոց լեզուն, տեսնում ենք նաև խոր վիրապը, որը խորհրդանշում է պայքարը նաև կրոնի համար։ Ձեզ այսօր ներկայացնում ենք Վահան Տերյանի զգացողությունները և մտքերը։ Որ շարքի բանաստեղծական Մենք այսօր ներկայացնելու ենք հարց ենք տվել Սուսաննա, որ բանաստեղծական շարքի։ Մեկի նայերի շարքի, էդ եմ հարցում։ Շարունակի, Մենք այսօր ներկայացնելու ենք Վահան Տերյանի միթե վերջին պոետն եմ ես և մի խառնեք մեզ ձեր վայրի արջի ցեղերի բանաստեղծությունների զգացողությունները և հույսերը։ Վահան Տերյանը հայ գրականության ամենազգացմունքային նուրբ բանաստեղծերից մեկն է և նրա միթե վերջին պոետն եմ ես ստեղծագործությունն է և խոր զգացմունքներով ու մտքերով։ Տերյանը իրեն ներկայացնում է որպես վերջին պոետ, այսինքն վերջին մարդ, ով դեռ պահում է հին մաքուր ու անկեղծ զգացմունքները, դա կապված է այդ թվականների մեծ եղերնի հետ, որը մեծ հետք է թողել պոետի հոգեկան աշխարհի վրա։ Այս բանաստեղծության մեջ արտահայտված է թախիծ և մենակություն, պոետն իրեն առանձնացված է զգում մյուսներից, պոետի մեջ արտահայտված է կորստի ցավ, կարծես գեղեցիկ և մաքուր բաները անհետանում են, արտահայտված է նոստալգիա, կարոտ անցյալին, երբ աշխարհը ավելի ջերմ էր։ Տերյանի այս գործը ցույց է տալիս, թե ինչպես է պոետը պայքարում ինականության ու իր ներսի զգացմունքների միջև։ Նա պաշտպանում է սերը, գեղեցկությունը և հոգևոր արժեքները, նույնիսկ երբ դրանք աշխարհը չի գնահատում։ Այս նկարների մեջ մենք պատկերել ենք Վահան Տերյանի զգացողությունները ստեղծագործելու ժամանակ։ Նա իր բոլոր գործերի մեջ ներկայացնում է սեր, ռոմանտիկական գոյություն, աշուն և հայրենասիրական թեմաներ։ Դուք եք նկարել։
Այսպես է պատկերացնում։ Դա ջերմը։ Չէ, շարունակում։ Վահան Միխայելյանի մեծ ձեր վայրի արժիցականին բանաստեղծությունը արտահայտում է խոր զգացմունքներ և հույզեր կապված հայրենիքի ժողովրդի ու ազգային բնավորության հետ։ Միխայելյանի մեծ ձեր վայրի արժիցականին բանաստեղծության մեջ հիմնական զգացմունքներն են հպարտությունը։ Տերյանը ներկայացնում է հայ ժողովրդին որպես ուժեղ և համառ, ցավ և տառապանք, երևում է ժողովրդի կրած դժվարությունները ու տանջանքների հիշատակը։ Սեր հայրենիքի նկատմամբ նա մեծ սիրով և նվիրվածությամբ է խոսում իր ժողովրդի մասին, ազատագրություն ձգտում, կապայքարի և ազատություն ապրելու ցանկություն։ Այժմ մենք կներկայացնենք Միխայելյանի ձեզ մեր վայրի արջի ցեղերի բանաստեղծության հույզերը ու զգացողությունները։ Հույզերը շատ ուժեղ են ու հուզիչ բանաստեղծության միաժամանակ և ցավոտ է և ոգևորիչ։ Այն ցույց է տալիս, որ նույնիսկ դժվարությունների մեջ ժողովուրդը չի կորցնում իր ուժը ու արժանապատվությունը։ Ապրեք, նստեք։ Ուզում եմ ասել, որ բոլոր խմբերն էին լավ աշխատել, բայց շատ ուզում եմ անդրադարձ կատարել գնահատման ռուբրիկներին երեխաներ։ Մինչև սա, ուզում եմ հասկանալ, ձեզ աշխատանքի ձերը դուք եկավ, թե ոչ։ Եկավ, ինչու։ Ձեր չերով պատասխանում, ինչու դուք եկավ։ Առաջին անգամ չեք կատարում նման աշխատանք, լավ, ինչու դուք եկավ։ Որովհետև մեր խմբերը ավելի թիմային են աշխատում։ Թիմային աշխատելը ավելի հաճելի է, այո, խմբով եք աշխատել, համագործակցել եք դուք, Արդյունքում մենք իմացանք, որ Տերյանի բանաստեղծությունները բազալույս խոսքի շնորհիվ չեն, այլ խորիմաստային ժառանգություն, որի համար կարող շնորհակալություն մեծ դրողներ, այսպիսի ժառանգություն թողնելու համար, այո, ամենուր շնորհակալություն ենք հայտնում, որ թիմն է կարծում, որ իրենք համախմբված չեն աշխատել։ Կա այդպիսի թիմ։ Ես անկեղծ ասած չեմ նկատել անհամախմբվածություն, որովհետև տեսել եմ, որ աշխատել եք միասին։ Ինձ համար ամենակարևոր բանը, որ նախ բոլորը խոսեցին, բոլորը ինչ-որ բան ասացին, բոլորը դասի մեջ էին։ Մեկը նկարել էր, մեկը համացանցից օգտվել էր, ճիշտ էի կարել, համացանցը դրա համար է։ Հիմա անդրադառնամ ձևավորող գնահատման ռուբրիկներին։ Թիմային աշխատանք, մի րոպե, թիմերը հետևել են ժամանակին, հետևել են։ Այո, ժամանակի խնդիր մենք չունեցանք։ Հասցրել եք կատարել աշխատանքը ամբողջությամբ և ավարտել եք, հասցրել եք բոլորը։ 4 թիմներ ժամանակին ճիշտ ներկայացրեց աշխատանքը։ Առաջադրանքը ներկայացված է ամբողջությամբ, պահանջներին համապատասխան, ամբողջությամբ եք ներկայացրել։ Ես տեսա, որ ամբողջությամբ եք ներկայացրել, որովհետև յուրաքանչյուրը կոնկրետ անդրադարձ է կատարել իր շրջին։ Թիմի ներսում կատարվել է դերաբաշխում, այո, նախորդ դասին եմ տեսել, երբ դուք աշխատում եք։ Աշխատանքը կատարել են թիմի բոլոր անդամները, կարևորագույն կետն է, այո, աշխատանքը ներկայացրել են թիմի բոլոր անդամները, այդ իհարկե ես տեսա։ Եվ անդրադառնանք վերջնարդյունքներին, բանաստեղծական շարք գաղափարը հասկացանք ինչ է, հասկացանք։ Կարողացանք բանաստեղծության տարբեր շերտեր դուրս հանել։ Կարողացանք։ Շնորհակալություն, դասն ավարտվեց։